Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Օրբելի ֆորում 2025 կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն միջազգային համաժողովին։ Երկօրյա համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից։ Մասնակիցների թվում է նաև Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Կարո Փալյանը։ Հայաստանը եւ Ադրբեջանը Վարչապետ Փաշինյանն իր ելույթում վերահաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն եւ երկու երկրների միջև կան հաջողության պատմություններ, որոնց սկիզբը եղել է 2024 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։ Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ միանգամից ասել, որ ինչքան էլ այդ ընթացքում առանձնապես հեշտ չէր մեր հանրությանը պարզաբանել ինչ է տեղի ունենում եւ ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է։ Պիտի ուղղակի ասեմ, իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ, սահմանազատված կիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Վարչապետը նշում է, հաջողության պատմությունը շարունակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ, հետո նաեւ վավերացմամբ, ինչը դարձել է երկու երկրների միջև առաջին միջազգային փաստաթուղթը։ Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկը այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմաթեի հռչակագիրը եւ սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որով երկու երկրները ըստ էության արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը վարչապետը համարում է հաջողության մեծագույն պատմություն։ Ընդունվեց հռչակագիր եւ նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը եւ այդպիսով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Սա կարևոր եւ առանցքային արձանագրումն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Փաշինյանի խոսքով խաղաղությունն անծանոթ միջավայր է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի համար եւ խաղաղություն երևույթի հետ երբեք չեն կառնչվել երկու երկրների անկախություններից ի վեր։ Նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը, ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք, որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից, 88 թվականից եւ ըստ էության շարունակվել է, թե շարունակվում է մինչև օրս։ Վարչապետը հայտարարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է։ Քաղաքական առաջնորդությունը պետք է
հստակ պատասխան տա մի հարցի. մենք ինչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի օրակարգը համարում է վտանգավոր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համար։ Դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Ես ձեզ ընդհանրապես մի օրինակ եմ ուզում բերեմ, դա ցույց տալու համար, թե տրամաբանության որոշակի ինչպիսի խզումներ են երբեմն տեղի ունենում։ Երբեմն այդ թվում տարածաշրջանի կոմունիկացիաների քննարկումների տիրույթում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե օրինակ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով։ Եվ այսքանից հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին, ասում է Փաշինյանը։ Այսինքն 3 րոպեանոց կամ նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետքա վերադառնա, այսինքն ասում են, որ մաքսային սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ հետ պրոբլեմա ոնց կլինի, չի կա, դա հնարավոր աներևակայելի է։ Ես այն չի համար եմ ուզում ցույց տալ, ինչի համար եմ սա ասում։ Ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ տրամաբանության խզում կա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, թե 20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ Իրանից ու Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղում, էթնիկ կազմը փոխելու համար, ասել է Ադրբեջանի նախագահը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ուղիղ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Ինչու է անհարմար իրավիճակ, որովհետև հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում։ Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Փաշինյանը նշեց, այն գտնվում է ճիշտ ուղու վրա։ Հասմիկ Ֆահրադյան, Արման լուր։